Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խուզարկություն Երևանում, իշխանության թիրախում այս անգամ Արցախի ներկայացուցչությունն է։ Վերադարձի թեման շատ վտանգավոր է, Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է համատեղ ճանապարհային քարտեզ մշակել։ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում, որն է պատճառը։ 102, 101, 911 համարների փոխարեն կգործի 1 հեռախոսահամար, կառավարությունում հերթական նիստներ։ Արդեն մի քանի ժամ է Արցախի ներկայացուցչությունում քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում։ Ես լրագրող եմ, ABC մեդիայում եմ աշխատում։ Այստեղ խուզարկություններ հիմա իրականացվում։ Մեծ հետ զրույցում Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը նշել է, որ ներկայացուցչության առաջին հարկում խուզարկությունը ավարտելուց հետո այժմ խուզարկում են երկրորդ հարկը։ Քննչական կոմիտեից մեծաքանակ խմբով ներկայացել են եւ խուզարկություն է տեղի ունենում, փաստաթղթերի մասով մենք տրամադրել ենք շենք, իհարկե սպասում ենք առաջի հարկից վերջացրել են երկրորդ հարկում խուզարկությունը շարունակվում է, սպասենք զարգացումներին, այլ մեկնաբանություններ չունեմ, հասկանալի պատճառներով, որից հետո Արցախի իշխանությունները իրենց հստակ դիրքորոշումը կարտահայտեն։ Դուք կապում եք սա 3 այստեղ տեղի ունեցած լսումների հետ։ Եկեք մեկնաբանություններ չանենք, որոշ ժամանակ անց մեր հստակ դիրքորոշումը կլինի։ Իսկ ինչ որ իրեր արգրավելու որոշում կա, ասացիք, որ առաջի հարկում արդեն Այո, դատարանի որոշումը կա, խուզարկություններ իրականացնելու եւ հաստատություններ առևանգելու, սպասենք զարգացումներին։ Մեծ հետ զրուցել է նաև Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանելյանը։ Նա նշել է, որ իրականացվող խուզարկությունների եւ 3 ներկայացուցչության շենքում կազմակերպված լսումների միջև ուղիղ կապ է տեսնում։ Նա նաև ընդգծել է, որ բռնի տեղահանությունից հետո արցախցիների վրա տարբեր ձևաչափերով ճնշումներ են կիրառվել եւ սա եւս դրանցից մեկն է։ Բոլոր սենյակները խուզարկում են, թե ինչն են խուզարկում, ինչ կա։ Կտեսնենք, հիմա թողենք փաստաբանը ծանոթանա գործին եւ դրանից հետո արդեն հետեւությունները, բայց ընդհանուր առմամբ գնահատականը սա է, որ երեկվա մեր միջոցառումից հետո հենց անմիջապես այսօր առավոտյան ներկայանում են Արցախի ներկայացության շենք եւ սկսում են խուզարկություն։ Արցախի հանրապետությունը դա 3 տասնամյակ գրեթե եղել է որպես չճանաչված պետություն, բայց Հայաստանի կողմից դե ֆակտո ճանաչված, բայց դե յուրե ոչ, եւ ընդհանրապես համանախագահ երկրները, երբ այցելում էին տարածաշրջան, Հայաստան, Ադրբեջան, նաեւ այցելում էին Արցախ, Ստեփանակերտ, հանդիպում էին Արցախի ղեկավարության հետ, նախագահների հետ եւ փաստացի կարող ենք ասել, որ այդ համանախագահ երկրներն են ճանաչում Արցախի հանրապետությունը։ Իսկ հիմա Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ թեզը, որ Ադրբեջանն օրինել են եւ այսօր ներկայացնում են, որ պետք է վերադառնան, դա ընդհանրապես չի կարելի մեկը մյուսի հետ կապել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Արցախի ներկայացուցչությունում։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը եւս արձագանքել է Արցախի ներկայացուցչությունում քննչական կոմիտեի խուզարկություններին։ Նա նկատել է, որ արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումներից 1 օր անց է քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ իրականացնում։ Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության իշխանության վրա, առաջ քաշում արհեստական արևմտյան Ադրբեջան հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, Հայաստանի Հանրապետության իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում։
Արցախի ներկայացուցչության խուզարկությանը նախորդել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Վարչապետը Գերմանիայում Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել արցախցիների վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Երկու ուղղություն կա պետական պարտքի ավելացման։ Մեկը զինտեխնիկա, սպառազինության եւ տեխնիկայի գնումը, պաշտպանական կապիտալ ծախսերը, երկրորդը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, որովհետեւ երկուսն էլ մեզ համար մեծ ու միանգամից անհրաժեշտ ծախս է։ Մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Որովհետեւ եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ չի քննարկել եւ չի քննարկում մեր սահմանադրության հարցը, քանի որ այն երկրի ներքին գործն է։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար որևէ պայման չի առաջադրում։ Ուզում եմ հասկանամ, Ադրբեջանը ուզում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեվ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա այդտեղից երկու տարբերակ կա, կամ սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Իդեպ Փաշինյանը, որը հայտարարել էր, որ Գերմանիայից մեկնելու է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, ստիպված է եղել վայրեջք կատարել ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Բազայի տվյալներով կառավարական օդանավը մոտ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի երկնքում, սակայն ԱԹՍ-ների հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով վայրեջքի թույլտվություն այդպես էլ չի ստացել։ Ի վերջո ինքնաթիռը վայրեջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովոյում։ Մինչ թռիչքը վարչապետը շեշտել էր, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չի դիտարկվում, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է երկրի ռազմավարական նպատակներից մեկը Եվրամիությանը անդամակցելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի։ Եվ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը։ Այսինքն երբ որ կգա այդ որոշումը կդառնա, որ եկել ենք հասել ենք այդ կետին, եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք որոշումը։ Հիմա բայց հարց առաջանում, ինչ ենք մենք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ես բազմիցս եմ ասել, որ դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք եւ մեր լրացուցիչ խթան ունենանք
բոլոր ոլորտներում Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու, որովհետև ինչ է նշանակում լինել Եվրամիության անդամ պետություն։ Դա նշանակում է առաջին հերթին բոլոր ոլորտներում, սկսած մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, տնտեսություն, քաղաքական ստանդարտներ, սննդի անվտանգության ստանդարտ եւ այլն, համապատասխանել Եվրամիության չափանիշներին։ Այսինքն, քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չենք համապատասխանում, մենք չենք կարող Եվրամիության անդամ դառնալ։ Հետևաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Կառավարությունում հերթական նիստներ։ Քանի որ Փաշինյանը երկրում չէ, նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 63 հարց, որոնցից չի զեկուցվել 59։ Եվս 2 հարց գաղտնի էր։ Ինչ են քննարկել կառավարության նիստում, մանրամասները ռեպորտաժում։ ԿՊԱ-կան պատգամավոր Սասուն Միքայելյանի, Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի Սևան ազգային պարկի տարածքում գտնվող առանձնատները կքանդեն։ Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը։ Տարածքները օտարելու են ու փոխանցեն պետությանը։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցի ժամանակ նշեց, որ գործընթացը սկսվել է։ Թեպետ կան իրավական որոշ խնդիրներ, սակայն դատախազությունը պատրաստվում է դիմել դատարան։ Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բնականաբար հայտնի գույքեր են, մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանի նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյան նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին էլ մտահոգել են կառավարության անվան շուրջ պտտվող կեղծ տեղեկությունները։ Հարությունյանը ՏԿ նախարարին հորդորել է ուշադիր լինել ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունների հարցում։ Ըստ Հարությունյանի, նրանք կեղծ տեղեկություններ են տարածում կառավարության մասին։ Շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Խախշին կոմիտեի նախագահի թելը բռնում են, գնում են բում պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը կամ գումար է ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս եւ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում։ Հարությունյանի անհանգստությունը կիսել է ՏԿ նախարար Խուդատյանն ու խոստացել այդ ընկերությունները անպայման լինելու են իրենց ուշադրության կենտրոնում։ Ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացրած կլինենք։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ արագ ահազանգման հեռախոսահամարներն են փոխվել, կամ ավելի հստակ, դրանց փոխարեն գործելու է մեկ ընդհանուր հեռախոսահամար, 112։ Ըստ ներքին գործերի նախարարի տեղակալի այսպես մարդկանց համար ավելի հեշտ կլինի։ Հիմա գործող հեռախոսահամարները շատ են ու քաղաքացին ինքն է ստիպված կողմնորոշվել ահազանգի պահին։ Իսկ մեկ ընդհանուր հեռախոսահամարի դեպքում զանգերի կենտրոնը կվերահասցի զանգն ըստ անհրաժեշտության։ Նախկին 101, 102 եւ 911 հեռախոսահամարները կգործեն այնքան, քանի դեռ իրազեկման ակցիա չի եղել։ Հանրությանը պատշաճ տեղեկացնելուց հետո դրանք այլևս չեն գործի։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ նաեւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քանի որ պաշտոնական այցով Գերմանիա մեկնած Նիկոլ Փաշինյանը այնտեղից միանգամից Ռուսաստան է մեկնել։ Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Միջազգային լրահոսից Կամբոջան ուզում է լիարժեք առևտրային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որոնց հետ այժմ միայն 2015 թվականին ստորագրված փոխընդբռնման հուշագիր ունի, հայտնել է Կամբոջայի առևտրի նախարարությունը։ Նախարարությունից կարծում են, որ փոխընդբռնման հուշագրի փոխարեն կարող են առևտրային համաձայնագրերի հասնել։ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարցին, թե ինչ կլինի նավթի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Կարծում եմ, մենք այն պահելու ենք»։ Ի պատասխան Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է բացահայտ գողության համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 F-18 կործանիչ կեսժամյա թռիչք են իրականացրել։ Այն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից լատինաամերիկյան երկրի օդային տարածքին ամենամոտ թռիչքն է եղել։ ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտարարել է, որ կարճ թռիչքը պլանային վարժանք էր եւ նպատակ ուներ ցուցադրելու ինքնաթիռների մարտական կարողությունները։ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինի զանգել եւ դադարեցնել Թայլանդի եւ Կամբոջայի միջև հակամարտությունը։ Նախորդին Թայլանդը հայտարարել էր Կամբոջայի սահմանին նավատորմի ու ավիացիայի մասնակցությամբ ռազմական գործողություն սկսելու մասին։ Սանկտ Պետերբուրգի շուկաներից մեկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով մահացել է 55-ամյա տղամարդ։ Վնկովո օդանավակայանում մի շարք թռիչքներ են հետաձգվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ Մարդիկ օդանավակայանում են գիշերել, սպասելով իրենց թռիչքին։ Հռոմի Պապ Լևոն 14-րդն ասել է, որ Եվրոպայի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները փորձ են քանդելու Եվրոպա-ԱՄՆ դաշինքը։ Հռոմի Պապը հավելել է, որ Եվրոպայի դերը Ուկրաինայում խաղաղության հասնելու գործում կարևոր է։ Գազայում երեխաները փորձում են վերականգնել իրենց մանկությունը, ավերակները վերածելով խաղահրապարակների։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտային հուշագրությունը վաճառքի է հանվել։ Նախկին նախագահի բանտարկյալի օրագիրը գիրքը պատմում է ճաղերի հետևում անցկացրած 20 օրերի մասին։ 216 էջից բաղկացած բանտային հուշագրությունը, որը կազմում է մոտ 11 էջ, բանտարկության յուրաքանչյուր օրվա համար Լա Սանտայի բանտը նկարագրում է որպես աղմկոտ, դաժան եւ մոխրագույն աշխարհ՝ լի անմարդկային բռնությամբ։ Փարիզում ներկայացվել են Աստվածամոր տաճարի ապագա վիտրաժների մակետները։ Յուրաքանչյուր մակետ ունի 7 մետր բարձրություն եւ 4 մետր լայնություն։ Թեմաները ոգեշնչված են քրիստոնեական հոգեգարստյան տոնից։ Նոբելյան խաղաղության մրցանակը Մարիա Կորինա Մաչադոյի փոխարեն հանձնվել է նրա դստերը։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC Newsroom-ի հերթական թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։